Հրդեհը բռնկվել էր հնգահարկ շենքի վերջին հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել փրկարար ուժերի վարչության Ստեփանակերտի Հրշեջ փրկարար մասի 2 հրշեջ մեքենաներ մարտական հաշվարկներով, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում էին նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։ Քանի որ հրդեհը բռնկվել էր 5-րդ հարկում, լուրջ վտանգ կար, որ այն տարածվելով կարող է անցնել շենքի տանիք և սպառնալ մյուս բնակարաններին։ Ելնելով անվտանգության նկատառումներից մուտքի բնակիչները տարհանվեցին։ Հրշեջ փրկարարների ջանքերով հրդեհի հետագա տարածումը կանխվեց։ Հրդեհը մեկուսացվեց ժամը 21:05-ին, լիամարվեց ժամը 22:55-ին։ Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է 4 սենյականոց բնակարանը և որոշ գույք։ Հրդեհի բռնկման պատճառը և նյութական վնասի չափը ճշտվում է։ Այն պարզ կլինի համապատասխան մասնագիտական փորձաքննությունից հետո։ Սակայն մի բան ակնհայտ է, որ հրդեհը ծագել է հակահրդեհային անվտանգության նորմերի խախտման պատճառով։ Հաշվի առնելով նշված հանգամանքը, կրկին դիմում ենք բնակչությանը և հորդորում խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները։ Հրդեհը չարիք է, որը կարող է ծագել աննշան թվացող անսարքությունից կամ մանրուքից։ Հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի դեպքում անհապաղ զանգահարեք արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով 047 94 09 11, 047 94 39 11։ Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ 101 911 112 համարներով։ ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, օր ծրագրի համար։